եւ Ռուսաստանի Դաշնության նախագահը եւ այլ պաշտոնյաներ, այդ թվում արտաքին գործերի նախարարությունը, բարբերաբար Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ հակաքարոզչություն, իսկ մյուս քաղաքական ուժերի դեմ պաշտպանություն են իրականացրել։ Բարձր դատարան քաղաքական նկարություն է կատարվում ամբիոնից, որը որպես հաստատված փաստ։ Խնդրում եմ դադարեցնենք դա։ Ասում եմ կարող է ազդել։ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման 4-րդ օրը դիմումատուների ներկայացուցիչները հայտարարեցին, հիմքեր ունեն բարձրացնելու դատավոր Սեդա Սաֆարյանին դատավարությունից հեռացնելու հարց։ Մեծարգո նախագահող, խնդրում եմ այսուհետ եւ մի անգամ եմ խնդրում 3 ուժերի նույնացման գործընթացը դադարեցնենք, դա ուղղակիորեն տեղավորվում է քաղաքական ուժերից մեկի քաղաքական ուժից 3-րդ անձի քաղաքական պնդումների դաշտի լույսի ներքո։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանի այս հայտարարությանը նախորդել էր դատավորի հարցը։ Նա այդ հարցն ուղղեց այս ընտրություններում քաղաքացիական պայմանագրի հիմնական մրցակից 3 ուժերին՝ Հայաստան Դաշինքին, ԲՀԿ-ին, Ուժեղ Հայաստանին։ Ընտրություններից առաջ շատ ավելի առաջ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խոսք, որոնք հիմնականում պաշտպանության տակ էին առնում այդ 3 ուժերին եւ չէին էլ թաքցնում դա, որևէ ազդեցություն կարող էր ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Սաֆարյանը հարցրեց, ինչու է իր այս նշած գործոնը դուրս մնացել ընդդիմադիրների դիմումներից։ Սա այն դեպքում, երբ այս ընդդիմադիրներն իրենց դիմումներում ընտրական արդյունքի վրա որպես ազդեցություն ներկայացրել են արևմտյան երկրների ղեկավարների վարչապետ Փաշինյանին աջակցող հայտարարությունները։ Ի պատասխան փաստաբան Օրբելյանը նշեց, այդ ինքն է իր դիմումում դրսի աջակցության մասին ներկայացրել, եւ դա մեկ դեպք է, որն առնչվում է հենց իշխող ուժին։ 2 օտարերկրյա պետությունների նախագահներ, որոնք իրավունք չունեն ոչ միջազգային իրավունքի, ոչ ընտրական իրավունքի լույսի ներքո մասնակցել Հայաստանի Հանրապետության նախընտրական հանդեպ պատասխանում եմ։ Բարձր դատարան պատասխանում է, եթե դուք գտնում եք դրա հասցեատերը չի թող չպատասխանի։ Շատ ներողություն եմ խնդրում։ Բարձր դատարան չի տեղ չի գտել, նկարագրում եմ իշնատեղ գտել։ Չէ, պարոն Օրբելյան, մեկ վարքյան։ Արամ Օրբելյանին սակայն թույլ չտվեցին ավարտին հասցնել իր միտքը։ Բարձր դատարանի նախագահ Արման Դիլանյանը ընդհատեց եւ պարզաբանեց, թե Սեդա Սաֆարյանի հարցը կոնկրետ երկրի ազդեցության մասին էր։ Սաֆարյանն այնուհետև նմանատիպ հարց ուղղեց Ուժեղ Հայաստան եւ Հայաստան Դաշինքներին։ Մենք գնում ենք Ուկրաինայի ճանապարհով, այս միտքը ինչպիսի ազդեցություն կարող էր թողնել կամ ազդեցություն կարող էր թողնել Հայաստանի ընտրողի վրա, թե ոչ։ Սա քաղաքական բնույթի հարցադրում է, թե իրավական։ Եվ մինչ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը փորձում էր պարզել Սեդա Սաֆարյանի հարցի բնույթը, Սահմանադրական դատարանի նախագահը հորդորում էր ուղիղ պատասխանել հարցին։ Բարձր դատարան պատասխանի շրջանակներում մի քանի հանգամանքեր նշելու եմ, այդ թվում դիմում առաջարկություն եմ ներկայացնելու բարձր դատարանին։ Դիմումի շրջանակներում վկայակոչել ենք ԱՄՆ նախագահի կողմից արված հայտարարությունը, Ֆրանսիայի նախագահի կողմից արված հայտարարությունը, ԱՄՆ փոխնախագահի, ԱՄՆ պետքարտուղարի կողմից արված հայտարարությունները, որոնք ուղիղ հասցեական եղել են Նիկոլ Փաշինյանին աջակցելու։ Վարդևանյանը հայտարարեց, տպավորություն ստացան, որ դատավոր Սաֆարյանի այս հարցը հակափաստարկ էր, որը կարող էր ներկայացնել օրինակ իշխող քաղաքացիական պայմանագիրը։ Այս վարքագիծը կանխակալության ու անաչառության հարց է բարձրացնում, նկատեց ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը։ Քննարկումն այսքանով ավարտվեց, Սեդա Սաֆարյանին դատավարությունից հեռացնելու հարցին այլևս անդրադարձ չեղավ։ Նախքան դատաքննության մեկնարկը Սաֆարյանին դատավարությունից հեռացնելու դիմում ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի Հայաստան Դաշինքը, պնդելով, որ նա կողմնակալ է։ Սաֆարյանը այս պնդումներին չէր արձագանքել, իսկ նրա գործընկերները նրա մասնակցության հարցը քննել եւ որոշել էին, որ խնդիր չեն տեսնում։ Նախորդ օրերին քաղաքական 7 ուժերն արդեն ներկայացրել են իրենց դիմումները։ Դիրքորոշում է հայտնել նաեւ պատասխանող կողմը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ու որպես երրորդ կողմ ճանաչված իշխող քաղաքացիական պայմանագիրը, ինչպես նաեւ իրավապահ կառույցները։ Այժմ դատավորները հարցեր են տալիս կողմերին։ Երբ որ մենք մի դեպքում 1 ժամ 22 րոպե եւ մյուս դեպքում 3 ժամ 38 րոպե քվեարկությունը շարունակվել, մենք սա են գնահատել էական խախտումը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն արդեն հայտարարել է, որ արձանագրված խախտումները չեն ազդել արդյունքի վրա։ Վահագն Հովակիմյանն այսօր էլ անդրադարձավ ԲՀԿ դիմումում տեղ գտած 2 ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու իր որոշմանը։ Այս տեղամասերում ընտրությունները չեղյալ ճանաչվելուց հետո ԲՀԿ-ն ձայներ կորցրեց ու չհաղթահարեց անցողիկ շեմը։ Հովակիմյանը պնդեց, նախնական արդյունքների հրապարակման ժամանակ ԲՀԿ-ն չէր հաղթահարել 4%-ի շեմը։ Այն պահին, երբ որ մենք հրապարակել ենք քվեարկության նախնական արդյունքները, ոչ
Ինչու վիճարկվող տեղամասերում զինվորների քվեարկության հետ կապված խնդրին արձագանքեց 4 օր անց։ Խնդրով սկսել ենք զբաղվել հունիսի 10-ին, որտեղ արդեն ակնհայտ էր, որ չունենք, այսինքն մասնակիցների կողմից անվավերի պահանջ չի ներկայացվել, բայց կա հանրային պահանջ, այսինքն այս 3 տեղամասերում տեղի ունեցած խախտումները մեծ հնչեղություն է ստացել եւ մեզ անհրաժեշտ է ուսումնասիրել, խորությամբ ուսումնասիրել, գնահատել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները մինչդեռ իրենց դիմումում եւ նաեւ դատավարության օրերին պնդում են, որ հանձնաժողովը պետք է վերաքվեարկություն նշանակեր, իսկ քանի որ չի արել դա, ապա պետք է անվավեր ճանաչվի ընտրությունը։ Քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը, դատարանում հայտարարեց քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Արդարադատության նախարարը հակադարձելով ընդդիմադիրների բողոքին, թե վարչապետն ատելության խոսք է տարածել եւ դա ազդել է ընտրողների վրա, ընդգծեց Փաշինյանի ելույթն ուղղված է եղել քաղաքական ընդդիմախոսներին։ Ասում եք թիրախավորել է անձին։ Ոչ, ասել է Ռոբին էլ, Սերժին էլ, սա եմ անելու, նա եմ անելու, նա եմ անելու։ Քաղաքական ընդդիմախոսներին է ուղղված եղել ելույթը։ Սահմանադրական դատարանն ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի իր որոշումը։ Օրենքով բարձր դատարանը մի քանի տարբերակ ունի, կամ պետք է անփոփոխ թողնի ընտրության արդյունքները, կամ անվավեր ճանաչելով այն 3 հիմնական որոշում կայացնի։ Անվավեր ճանաչել ընտրության արդյունքները, անվավեր ճանաչել եւ սահմանել մանդատների բաշխման կարգ, նշանակել ընտրության երկրորդ փուլ։